Իմացավ 8 տարվա մեջ չեմ եղել ոչ մի անգամ, ասիված կլինի։ Հանրապես ոչ մեկը չի բարձրացած ճամփաշտանյանից։ Ինչ նկատում եք, որ ժամանակ ատվել։ Բոլոր ժամանակ։ Ինչ կա չկա, ոնց է։ Լավ, պարոն վարչապետ, դուք ոնց եք։ Ինչ բերք եք հավաքում։ Պամիդոր եք դրել։ Հիմա ոնց այդ իրան հետ կապված ինչ կա լասեք։ Իրացում եղավ էլի լավից վատը, չնայած Որտեղ բերքը քիչ է։ շատ քիչ է։ Հեկտար դեմի ես ճիշտ չեմ հասկանում, որ ծիրան տենց խասյաթ ունի։ Մի տարի բերքատալի, մի քանի տարի դա։ Չէ, եղանակն էր, պարոն վարչապետ։ Ավելի անկեղծ եղանակը սրտանություն արեց։ Մի փոքր տենց ցուրտը բանարեց էլի։ Գիշերը Սառեց, հա։ Դեմի մենք մի կողմից հենց հա, բայց հիմա ասում են, որ անցած տարի 200 դրամ է, այս տարի 600 դրամ է, հա։ Կա 500, 600։ Այսինքն գինը բարձրացավ։ Գինը նորմալ է, պարոն վարչապետ։ Դե Ժորժ ջան, ամեն տարի երբ որ պրոբլեմա եղել չենք կանգնել ձեր կողքը։ Հիմա չեմ ասում, ես իմիջ գներ ենք տվել, բայց այնց արել ենք, որ ճիշտ բալանս կանգնենք։ Խոսք չկա, ուղղակի իմ պարագայում։ Բայց ես մի բան ասեմ, հիմա այս առիթը պետք է օգտագործենք նաև։ Մեր պետք է մտածենք, դուք էլ պետք է մեզ խորհուրդ տաք ոնց առաջ գնանք, որ այս ռոռոկման, գյուղատնտեսական տեխնոլոգիաների հարցում մի քիչ փոխենք էլի։ Անպայման էդի պարտադիր է, պարոն վարչապետ։ Մենք էլ ես ինքս հասկացել եմ, կաթիլային ռոռոկման որ անցնենք, համ ջուրը կխնայվի, համ բերքը ամեն ձևի ավելի լավ կլինի, շատ լավ կլինի։ Ինչքան հասկանում եմ, կաթիլայինի համար 0-ից տնկի է պետք դնել, որ ծառը սովորի այդ ռեժիմը։ Ին ծառը չի կարող սովորի այդ ռեժիմը։ Այդ եմ ասում։ Պարոն վարչապետ ջան, մի խնդրանք ունենք ձեզ։ Ամեց։ Մեր դպրոցը 20 տարվա դպրոց է, գյուղի սարկած, բայց մենք սպորտ զալ չունենք, որ երեխաները Այդ մեր գործի անունը ինչ այդ են դառնում, էլի զալ սարքել։ խնդրանք Խաղարապարակ սարքել։ Մենք շնորհակալ կլինենք վարչապետ ջան։ Բայց իհարկե չի, ժողովուրդ հիմա տեսեք առաջին 300 դպրոցի ծրագիրը ավարտել ենք, երկրորդ 300-ին է պետք է սկսել։ Բայց երկրորդ 300-ն է, որ մենք սկսում ենք, ո՞նց ենք սկսում։ Նայում ենք 1000 ներողություն, պարզավոր ձեր գյուղի համար ամենակարևորը ձեր գյուղն է։ Մեզ համար գյուղերի մեջ տարբերություն չկա։ Նայում ենք որն է ամենահրատապը, որն է ամենավատ վիճակը, որ է տանենք, բայց եթե դպրոցը ինքը շենքը նորմալ վիճակում է, Երրորդ կասի վթարել։ ուրեմն դպրոցը պետք է բանալի։ Մենակ սպորտ դպրոցի հարցի, բայց եմ ասում։ Պետք է դպրոցը ունենա իր դահլիճը։ Եթե վթարային է, այդ արդեն կարգի վթարային 2010 թվականից այստեղ կրթահամալիրի թեմա կա, թե չկա։ Էդ էլ պետք է նայենք։ Երեխեքը նոր դպրոց կունենան, այդ հաստատ։ Շնորհակալ։ Ես ասում եմ, որ երեխեքը նոր դպրոց կունենան, բայց երեխեքը պետք է ունենան խաղահրապարակ, այդ միանշան է։ Ես ասում եմ, գյուղը պետք է որոշի իր առաջին 3 խնդիրը որն է, սկսենք ամենաառաջինից կամ եռյակից։ Մեկը լուծեցինք, մի հատ էլ, հետո լուծեցինք մի հատ էլ, որ մենք կարողանանք աշխատենք, Ժորժ ջան։ Դրա համար եկեք կենտրոնանանք 3 խնդիրը որն է, 3 խնդիրը լուծենք, սկսենք ֆիքսենք, աշխատենք, մեկը դուրս կգա արանքից, այն մյուս ցուցակից մի հատը կգա առաջնահերթությունների ցանկ կմնա։ Էլի կլուծենք, 3-ն է կլուծենք, նոր 3 խնդիր կբերենք առաջ։ Այս ճիշտ մեթոդն է, որ ճիշտ տեղ հասնենք, այդ հանգույցը կարողանանք քանդենք։ Samet հանդիսությունների զարգացումը Հասկանալ անելիս պետք է հիմնավոր գործ անել, թե այտենց հիսապարատի։ Շատ արագ ասեմ։ Բավ սևակում ինչ կա։ Երեխեք։
Հիմա չեք աշխատում։ Աշխատում ենք։ Բոլոր հարմարությունները կազմված, բոլոր հարմարություններով, փոքր պետքարաններով This is